Եղեգնաձորի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Մինչև փրկարարների ժամանել է կրակի դեմ փորձել են պայքարել բնակիչները։ Արտակարգ դեպքը տեղի ունեցել այսօր ցերեկը։ Դեպքի վայր հասած հրշեջներին հաջողվել է մարել կրակը։ Բարեբախտաբար հրդեհից ոչ ոք չի տուժել, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Գյումրու ավականու ընդդիմադիր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջարկել է 2026 թվականից համայնքային բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար, Facebook-յան էջում գրել է Սարիկ Մինասյանը։ Գյումրու նախկին քաղաքապետը հայտնել է նաև, որ կառավարությունը հաջորդ տարի 437 միլիոն դրամ ավել դոտացիա կտրամադրի Գյումրուն, ինչը թույլ կտա լիարժեք իրականացնել առաջարկը։ Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգությունը սեփական աշխատակիցների թույլտված հանցագործությունների վերաբերյալ 20 հաղորդում է ուղարկել դատախազություն։ Այս վիճակագրության ցուցանիշն ամենաբարձրն է ներքին անվտանգության վարչության ստեղծման օրվանից ի վեր։ Անցկացվել է 103 ծառայողական քննություն, արդյունքում 78 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության։ Ոմանք ստացել են նկատողություն, որոշները հեռացվել են աշխատանքից։ Եվս 8 դեպքի վերաբերյալ տվյալները փոխանցվել են ազգային անվտանգության ծառայություն եւ հակակոռուպցիոն կոմիտե։ Ավելի խորը ստուգումներ անելու համար։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը եւ Արշակ arczepiskopos Խաչատրյանը կալանավայրից հայտարարություն են տարածել դատապարտելով Մայրաթոռում տեղի ունեցած իրադարձությունները։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է. մեջբերում հակաեկեղեցական հերոսակախումբը իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայրաթոռ, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։ Հայտարարությամբ նրանք աջակցություն են հայտնել վեհափառ հայրապետին եւ հայտնել զորակցություն։ Այս օրերին Պարզվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը հոկտեմբերին Civilnet-ին մերժել է տրամադրել Մոսկվայի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանի գործակալ լինելու մասով տեղեկություն, պատճառաբանելով, որ դա պետական եւ անձնական գաղտնիք է։ Սակայն այսօր պարզ դարձավ, որ ԱԱՑ-ն նույն տեղեկությունը տրամադրել է իշխանամերձ Civic AM-ին, թե ինչպես պաշտպանված անձնական տվյալը դարձավ բաց տեղեկատվություն, հայտնի չէ, գրել է Civilnet-ը։ Civic-ի հրապարակած փաստաթուղթը հանրային քննարկման առիթ է դարձել։ Շատ օգտատերեր գրում են, որ 1986-ից 1988 թվականներին ողջ թղթաբանությունը կատարվում էր ռուսերեն, իսկ հրապարակվածը հայերեն է։ Դրա պատճառով էլ օգտատերերը կեղծ են համարել հրապարակված փաստաթուղթը։ պաշտպանելու խաղաղ ապահով կյանքը Մեր ձևով շարժումը անվճար կրթության ստանալու ծրագիր ունի Պոլիտեխնիկական համալսարանում սովորել ցանկացող դպրոցականների համար։ Այդ մասին ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, Պոլիտեխնիկի դասախոսներից մեկին մեր ձևով տաքսիում հանդիպելիս։ Երիտասարդության մեջ ռեգիոններում Երևանում դեռ հեշտ է, բայց ռեգիոններում աշխատատեղեր ապահովելու համար պետք է վերջի 2 տարում վերապատրաստման դասեր լինի ու Պոլիտեխնիկը գնա ռեկրուտ անի, բերի ֆինանսավորում ունենա պետությունից, բերի լավ աշակերտներին, ասենք մաթեմատիկայից, ֆիզիկայից, երկրաչափությունից, ով որ լավ է, լավ բազա ունի, իրանց հրավիրի, բերի Պոլիտեխնիկ, ու որ իրանք անվճար սովորեն։ Շատ լավ։ Ժողովրդի կարծիքները լսելու, մեր ձևով շարժման մասին պատմելու համար Նարեկ Կարապետյանը որոշել է տաքսի վարել ու A կետից B կետ քաղաքացիներին տեղափոխելու ընթացքում էլ լսել, զրուցել նրանց հետ։ Այդ խնդիրները տեսե տարբեր ոլորտներում, որոնք խանգարում են մեր երկրի զարգանալու։ Դա առաջարկելու ենք մեր հասարակությանը եւ երկրորդ առաջարկը մեր լինելու է, որ Հայաստանի պետությունում պետք է հավասարակշռել իշխանությունը, այսինքն միանձնյա իշխանություն պետք է չլինի, պետք է լինի թիմային աշխատանք, որպեսզի մեկը չփորձի դառնալ միանձնյա որոշի ամեն ինչ, որը բերում է իր բարդ հետևանքների։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան, որ օրերս մեր երկրում էր, X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը։ Նա գրել է, որ հաճելի էր քննարկել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումները նախարար Սուրեն Պապիկյանի հետ, բարձր գնահատելով Հայաստանի շարունակական ներդրումը ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերում։ Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին եւ հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել մեր գործընկերության նոր շրջանակային փաստաթուղթը, գրել է Ռադմիլա Շեկերինսկան։ Իրանն այսօր մահապատժի է ենթարկել Աքիլ Քեշավարզին Իսրայելի օգտին լրտեսության համար։ Իշխանությունները հայտնել են, որ նա հետախուզական հարյուրավոր առաքելություններ է իրականացրել, լուսանկարելով ռազմական օբյեկտներ։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրաքի եւ Լևանտի իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման դեմ լայնածավալ ռազմական գործողության մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության ամերիկյան ուժերը կենտրոնական Սիրիայի տարբեր հատվածներում հարվածել են ավելի քան 70 թիրախների, կիրառելով կործանիչ ինքնաթիռներ, հարձակողական ուղաթիռներ եւ հրետանի։ Հայտարարվել է նաեւ, որ թիրախավորվել են մասնավորապես Դաիշի ենթակառուցվածքները, զինապահեսները եւ հենակետները։ Դեկտեմբերի 13-ին Սիրիայի Պալմիրա քաղաքում խմբավորման հարձակման հետևանքով սպանվել էին 2 ամերիկացի զինվորներ եւ 1 ամերիկացի քաղաքացիական թարգմանիչ։ Նախագահ Թրամփը խոստացել էր սա անպատասխան չթողնել։ Մեջբերում, ինչպես խոստացել էի մարդասպան ահաբեկիչների վերաբերյալ, մենք շատ ուժեղ հարվածներ ենք հասցնելու Սիրիայում գտնվող Դաիշի հենակետերին, նշել էր նա։ Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն կամ Դաիշ անվանումը ստացած միջազգային ահաբեկչական խմբավորումը ձևավորվել է Իրաքում եւ Սիրիայում։ Դաիշը ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Ռուսաստանի եւ բազմաթիվ այլ երկրների կողմից։ Թեև վերջին տարիներին խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքները զգալիորեն կրճատվել են, այն շարունակում է իրականացնել հարձակումներ Սիրիայի եւ տարածաշրջանի այլ հատվածներում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրին քարտի փոխարեն ներկայացրել է ոսկե քարտը։ Նրա խոսքով ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի ոսկե քարտի համար $1 միլիոն վճարի դիմաց, ի տարբերություն Բայդենի նախագահության ժամանակների, երբ երկիր էր մուտք գործել 25 միլիոն մարդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆլորիդայում արդեն ավարտել է հանդիպումը Կիևի պատվիրակության հետ, որտեղ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը նշել է, որ կողմերը համաձայնության են եկել հետագա քայլերում եւ շարունակելու են համատեղ աշխատանքը։ Մայամիում հանդիպումներ են նախատեսված Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևի հետ։ Նա սոցցանցի իր էջում հաստատել է, որ ուղևորվում է Ֆլորիդայի նահանգ։ Ամերիկյան մամուլը հաղորդել է, որ ուկրաինացի բանակցողների հետ նրա քննարկումները բացառվել են։ ԱՄՆ-ը մեկնել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականները։ Բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի արտգործնախարարը եւ Քաթարի վարչապետը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայամիում նախատեսված են բանակցություններ Սթիվ Ուիթքոֆի եւ Դոնալդ Թրամփի փեսայի Ջարեդ Քուշների հետ։ Ռուսական անօդաչու թռչող սարքը դուրս է եկել վերահսկողությունից եւ մտել մեր տարածք, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Նախորդին Թուրքիայի Իզմիտ քաղաքում ԱԹՍ էր կործանվել, որից հետո պաշտոնական Անկարան դիմել էր Ուկրաինային եւ Ռուսաստանին պահպանել անվտանգության կանոնները եւ չխախտել երկրի սահմանները։ Թայվանում տղամարդն առևտրի կենտրոնում դանակով հարձակվել է պատահական անցորդների վրա, 3 մարդ զոհվել է եւս 5 վիրավորվել։ Հարձակումից առաջ նա ծխային ռումբեր է պայթեցրել Թայվեի գլխավոր երկաթուղային կայարանում։ Արաբական Միացյալ Էմիրություններում Դուբայի հորդառատ անձրևները հեղեղել են քաղաքի ճանապարհները։ Կադրերում երևում է, թե ինչպես են տրանսպորտային միջոցները դժվարությամբ շարժվում փողոցներով, իսկ անցորդները ջրի հոսքի միջով։ Դուբայի իշխանությունները հասարակական անվտանգության ապահովման համար հորդորել են պահպանել երթևեկության կանոնները, փակվել են հանրային զբոսայգիները եւ լողափերը։ Սպասվում է, որ տարբեր ինտենսիվությամբ տեղումները կշարունակվեն, իսկ որոշ շրջաններում կայծակ, ամպրոպ եւ կարկուտ։